Դու հոգնել ես մանիֆեստացիայի անվերջ փորձերից։ Միգուցե սա է այն միակ խորհուրդը, որն իրականում քեզ պետք է։ Ուշադիր լսիր։ Ինչ կմտածեիր, եթե ասեի, որ գաղտնիքը այն ամենի, ինչ դու ցանկանում ես, հարստություն, սեր, առողջություն, հաջողություն, թաքնված չի ծանր աշխատանքի մեջ, թաքնված չի պայքարի կամ ճնշման մեջ, այլ էներգիայի խորքային ըմբռնման։ Մարդիկ միշտ ինչ-որ բան են հետապնդում են գումար, հարաբերություններ, երջանկություն, բայց ճշմարտությունն այն է, որ որքան շատ ես հետապնդում, այնքան հեռու ես վանում այն, ինչ ուզում ես։ Ամեն ինչ էներգիա է, եւ էներգիան հոսում է այնտեղ, ուր գնում է քո ուշադրությունը։ Այսօր պարզապես հերթական օր չէ։ Սա շրջադարձային պահ է, դու փոխում ես մոտեցումդ։ Կյանքը հրելու փոխարեն սկսում ես թույլ տալ, որ այն հոսի առանց ջանքի։ Այս տեսանյութում դու բացահայտելու ես 13 հզոր էներգետիկ սկզբունք, որոնք ամբողջությամբ կփոխեն քո մանիֆեստացիայի մոտեցումը։ Երբ այս ամենը ավարտվի, դու այլևս չես գա քեզ ինչ-որ մեկը, ով սպասում է, որ ինչ-որ բաներ պիտի կատարվեն։ Դու կդառնաս այդ մեկը, ով գրավում է, համընկնում էներգիայի հետ եւ առանց ջանքերի դեպի իրեն է քաշում հնարավորություններ, առատություն ու հաջողություն։ Մնա մինչև վերջ ինձ հետ, որովհետև այն, ինչ պատրաստում ես լսել, գուցե այսօր ամենակարևոր ուղերձն է, որ կստանաս։ Եվս մի բան, անպայման բաժանորդագրվիր, որպեսզի բաց չթողնես մեր խմբի հայտարարությունները, որտեղ պատրաստում ենք ստեղծել հզոր ու զորեղացված համայնք, նվիրված իրական փոխակերպման։ Արի սկսենք։ Շատերը կարծում են, որ իրենց կյանքը ձևավորվում է գործողություններով, հանգամանքներով կամ բախտով։ Բայց ինչ եթե ես ասեմ, որ քո ապրած ամեն բան նախ ձևավորվում է էներգիայի աշխարհում, նախքան այն դառնում է նյութական իրականություն։ Գիտությունը հաստատում է դա։ Քվանտային ֆիզիկան ապացուցում է, որ ամբողջ տիեզերքը մինչև ամենափոքր ենթամասնիկը ընդամենը տատանվող էներգիա է։ Քո մարմինը, քո մտքերը, քո զգացմունքները, այս ամենը նույնպես էներգիա են, որոնք մշտապես տատանվում են որոշակի հաճախականության վրա։ Մտածիր դրա մասին։ Երբ քեզ վստահ ես զգում, ուրախ, խաղաղ վիճակում ես, ամեն բան կարծես ինքնիրեն կարգավորվում է, բայց երբ վախի, ստրեսի կամ կասկածի մեջ ես, ամեն ինչ սկսում է վատթարանալ։ Կյանքը կարծես պայքարում է քո դեմ։ Սա պատահականություն չէ, դա էներգիայի պատասխանն է քո հանդեպ։ Օրենքը շատ պարզ է։ Դու ստանում ես ոչ թե այնինչ ուզում ես, այլ այնինչ կաս, այնինչ դու ես։ Քո էներգիան է թելադրում քո ողջ իրականությունը։ Այնպես որ եթե պայքարում ես որևէ բան մանիֆեստացնելու համար, դա նրանից չէ, որ դու դժբախտ ես կամ անարժան։ Դա պարզապես նշանակում է, որ քո էներգիան դեռ համընկած չէ այն բանի հետ, ինչ ցանկանում ես։ Ինչպես փոխել դա։ Շարունակիր լսել։ Նայիր շուրջդ։ Ամեն ինչ, ամեն օբյեկտ, ամեն միտք, ամեն զգացմունք, այդ ամենը էներգիա է, որը տատանվում է տարբեր հաճախականություններով։ Գիտությունն արդեն ապացուցել է, որ ամեն ինչ իր էությամբ էներգիայից է կազմված։ Այն աթոռը, որի վրա նստած ես, քո զգացած զգացմունքները բոլորը նույն հիմքն ունեն։ Բայց ահա ամենահետաքրքիր մասը։ Քո անձնական էներգետիկ դաշտը մշտապես ազդում է շրջապատիտ էներգիայի վրա եւ ինքը նույնպես ազդվում է դրանից։ Շատերն ապրում են անգիտակցաբար, արձագանքելով այն էներգիային, որի հետ շփվում են։ Ստրես, բացասականություն, կասկած, նրանք ներծծում են այս ցածր հաճախականությունները եւ հետո զարմանում են, թե ինչու իրենց իրականությունը ծանր, խճճված ու անփոփոխ է թվում։ Ճշմարտությունն այն է, որ դու պարզապես էներգիայի պասիվ ընդունող չես։ Դու էներգիայի ստեղծող ես։ Այն էներգիան, որ արձակում ես աշխարհ, նույն էներգիան է, որ վերադառնում է քեզ։ Սա նշանակում է, որ մանիֆեստացիան պարզապես դրական մտածելակերպ չէ։ Դա քո էներգիան խորքային կերպով փոխելն է։ Դա ներքին վիճակը համապատասխանեցնելն է այն իրականության հետ, որ ուզում ես ստեղծել։
Երբ քո ներքին էներգիան համընկնում է քո ցանկության վիբրացիաների հաճախականությանը, հենց այդ ժամանակ իրականությունը սկսվում է բեկվել քո օգտին։ Բայց հարցն այն է, ինչպես փոխել քո էներգիան իրականում։ Պատկերացրու քեզ որպես ռադիոկայան, որն անընդհատ հաղորդում ու ստանում է ազդանշաններ։ Քո զգացմունքները այն հաճախականություններն են, որը դու հաղորդում ես, եւ տիեզերքը պարզապես արձագանքում է, ուղարկելով այնպիսի իրադարձություններ, որոնք համապատասխան են այդ հաճախականությանը։ Եթե դու զգում ես շնորհակալություն, ուրախություն ու առատություն, ուրեմն միացած ես այդ էներգիայի ալիքին, եւ կյանքը կսկսի արտացոլել այդ ամենը դեպի քեզ։ Բայց եթե դու զգում ես ջղայնություն, կասկած կամ սղություն, շարունակելու ես քաշել քո կյանքի մեջ այնպիսի իրավիճակներ, որոնք կուժեղացնեն այդ բացասական զգացողությունները։ Շատերը փորձում են մանիֆեստացնել, կենտրոնանալով իրենց մտքերի վրա, կրկնելով աֆիրմացիաներ կամ պատկերացնելով իրենց ցանկությունները, բայց եթե նրանց ցուցմունքները հակասում են այդ մտքերին, այդ էներգիաներն իրար չեղարկում են եւ մանիֆեստացիան չի գործում։ Դու չես կարող ասել «ես առատություն եմ», երբ ներսում խորապես ստրեսի մեջ ես ֆինանսապես։ Տիեզերքը բառերը չի լսում, այն արձագանքում է քո էներգիային։ Հենց այդ պատճառով էլ զգացմունքային վիճակը փոխելն է մանիֆեստացիայի իրական բանալին։ Երբ դու սովորում ես կարգավորել քո զգացմունքները եւ բարձրացնել քո էներգիայի հաճախականությունը, ամեն ինչ սկսում է հոսել դեպի քեզ առանց ճիքի։ Հնարավորությունները հայտնվում են, լուծումները ներկայանում են, ճիշտ մարդիկ գալիս են ճիշտ պահին։ Ինչու՞։ Քանի որ այլևս չես պայքարում էներգիայի հոսքի դեմ, դու ներդաշնակվում ես այդ հոսքին։ Մյուս հարցը սա է. ինչպես ազատվել ցածր էներգետիկ զգացմունքներից եւ բարձրանալ դեպի բարձր վիճակ։ Ահա թե ինչ ենք պատրաստվում բացահայտել։ Շատ մարդիկ իրենց անգիտակցաբար կաշկանդում են, խոչընդոտելով իրենց մանիֆեստացիաները, պահելով լարվածություն, ստրես եւ վերահսկման ցանկություն։ Նրանք փորձում են ուժով առաջ մղել իրադարձությունները, մշտապես ստուգում են նշաններ, կասկածում գործընթացին, երբ արդյունքները չեն երևում միանգամից։ Բայց ահա ճշմարտությունը։ Էներգիան հոսում է այնտեղ, որտեղ դիմադրություն չկա։ Երբ դու լարված ես, անհանգիստ կամ չափազանց ձգտող, դու հաղորդում ես բացակայության էներգիա։ Դու անգիտակցաբար ազդանշան ես ուղարկում տիեզերքին, որ չունես այն, ինչ ցանկանում ես։ Այս դիմադրությունը դանդաղեցնում է ամեն ինչ։ Երբ դու հանգստանում ես, երբ դու վստահում ես, երբ հանձնվում ես ընթացքին, էներգիան սկսում է ազատ հոսել, եւ այն, ինչ դու փնտրում ես, սկսում է փնտրել քեզ։ Մտածիր, երբևէ կորցրել ես բանալիներդ, հեռախոսդ, եւ որքան շատ ես փնտրում, այնքան անհնար է լինում գտնել, բայց հենց դադարում ես փնտրել, այն հանկարծ հայտնվում է։ Դա հենց այն պատճառով է, որ երբ դադարում ես հետապնդել, դու թույլ ես տալիս, որ էներգիան վերակազմավորվի քո օգտին։ Նույնն էլ մանիֆեստացիայի դեպքում է։ Երբ դու հրաժարվում ես դիմադրությունից, դու մտնում ես հոսքի մի վիճակ, որտեղ էներգիան բնականաբար համընկնում է քո ցանկությունների հետ։ Քո մտքերը եւ զգացմունքները մշտապես ուղարկում են էներգետիկ ազդանշաններ քվանտային դաշտ։ Բայց ահա հիմնական խնդիրը։ Շատերի էներգիան ցրված է։ Մի պահ նրանք լի են հույսով ու տեսլականով, իսկ հաջորդ պահին խեղդվում են կասկածների մեջ։ Նրանք պատկերացնում են հաջողություն, բայց ընկնում են հիասթափության մեջ, երբ արդյունքները միանգամից չեն երևում։ Սա կոչվում է անհամահունչ էներգիա, միաձուլված հակասական ազդանշան, որին տիեզերքը պարզապես չգիտի ինչպես արձագանքել։ Դա նման է ռադիոկայան լսելուն խանգարող աղմուկներով լի ալիքի վրա։ Բայց երբ քո էներգիան համահունչ է, երբ քո մտքերը, զգացմունքները եւ մարմինը լիովին ներդաշնակ են, դու դառնում ես մագնիս այն իրականության համար, որը ցանկանում ես։ Գիտական ուսումնասիրությունները սրտի ու ուղեղի համահնչության վերաբերյալ ցույց են տալիս, որ երբ զարգացնում ես բարձրաձայն զգացմունքներ, ինչպես շնորհակալություն, սեր ու ուրախություն,
քո էներգետիկ դաշտը ընդլայնվում է, քո ուղեղային ալիքները համադրվում են սրտիդ ռիթմի հետ, ստեղծելով հզոր ու ներդաշնակ վիճակ։ Եվ այդ վիճակում դու այլևս պարզապես փոփոխություն չես ուզում, դու ինքդ ես դառնում այդ փոփոխությունը։ Հաջորդ անգամ, երբ նկատես, որ կասկածի կամ վախի կամ ստրեսի մեջ ես, կանգ առ եւ հարցրու ինքդ քեզ. իմ էներգիան համահունչ է թե ցրված։ Որքան շատ վարժեցնես քեզ մնալ էներգետիկ համահունչ վիճակում, այնքան արագ կսկսես տեսնել փոփոխությունները քո իրականության մեջ։ Շատերը հավատում են, որ միայն իրենց մտքերն են ստեղծում իրենց իրականությունը։ Բայց ճշմարտությունն այն է, ոչ միայն կարևոր է, թե ինչ ես մտածում, այլ նաև ինչ ես զգում։ Քո զգացմունքները գործում են որպես էներգետիկ ազդանշան, որը դու հաղորդում ես դեպի քվանտային դաշտ։ Մտածիր քո զգացմունքների մասին որպես Wi-Fi ազդանշան, որը կապում է քեզ քո ցանկալի իրականության հետ։ Եթե զգում ես անհանգստություն, հիասթափություն կամ կասկած, նշանակում է միացած ես սղության ու պայքարի հաճախականությանը։ Բայց եթե զգում ես շնորհակալություն, ուրախություն, վստահություն, ուրեմն միացած ես առատության ու հաջողության հաճախականությանը։ Ահա այստեղ են շատերը սխալվում։ Նրանք փորձում են ուժով դրական մտքեր մտցնել, մինչդեռ ներսում դեռ զգում են վախ ու կասկած։ Նրանք ասում են՝ ես հարստություն եմ, բայց ներսում զգում են աղքատություն։ Նրանք հաստատում են՝ ես սիրված եմ, բայց ներսում իրենց անարժան են զգում։ Տիեզերքը չի արձագանքում քո խոսքերին, այն արձագանքում է քո խոսքերի էներգիային։ Ուստի պարզապես հաստատումներ կրկնելու փոխարեն նախ փոխիր քո զգացմունքային վիճակը, խորը շնչիր։ Զգա այնպես, կարծես արդեն ունես այն, ինչ ցանկանում ես։ Թող այդ զգացումը լցնի քո ամբողջ մարմինը։ Երբ քո զգացմունքները համընկնում են քո մտադրության հետ, տիեզերքն այլևս ելք չունի, քան ներդաշնակվել քո հաճախականության հետ։ Երբ հանգիստ վիճակում ես, դու մտնում ես մի վիճակ, որտեղ էներգիան շարժվում է առանց դիմադրության, քո օգտին։ Հենց այդ ժամանակ են սկսում ի հայտ գալ համընկնումներ, սինխրոնիզացիաներ, իմաստալից պատահականություններ, անսպասելի հնարավորություններ ու նշաններ, որ դու ճիշտ ուղու վրա ես։ Իսկ հիշում ես քո կյանքի այնպիսի մի պահ, երբ ամեն ինչ հանկարծակի հարթվեց։ Գուցե հանդիպեցիր ճիշտ մարդու ճիշտ պահին, կամ միգուցե ինչ-որ հնարավորություն եկավ ինչ-որ տեղից։ Սա պատահականություն չէր, սա քո էներգիայի համընկնումն էր անսահման հնարավորությունների դաշտի հետ։ Խնդիրն այն է, որ մարդկանց մեծ մասը չափազանց զբաղված է անհանգստանալով, կասկածելով ու վերլուծելով, որպեսզի չնկատի այն նշանները, որոնք իրենց տրվում են։ Նրանք չափազանց կպչուն են այն մտքին, թե ինչպես պետք է ամեն ինչ տեղի ունենա։ Փոխարենը թույլ տան, որ իրադարձությունները զարգանան բնական կերպով։ Ավելի լավ է վարժվիր չդիմադրելու վիճակին։ Սովորեցրու քեզ մնալ հանգիստ, վստահել ընթացքին եւ հավատալ, որ ամեն ինչ տեղի է ունենում կատարյալ ժամանակին։ Որքան քիչ փորձես ուժով տեղաշարժել ինչ-որ բան, այնքան շատ կնկատես համընկնումներ, որոնք ուղղորդում են քեզ քո ցանկությունների ուղղությամբ։ Դու երբևէ նկատել ես, որ երբ լավ տրամադրության մեջ ես, ամեն բան կարծես ինքն իրեն է դասավորվում։ Մարդիկ ժպտում են քեզ, հնարավորություններն ի հայտ են գալիս, ամեն ինչ հոսում է հարթ ու հեշտ։ Բայց երբ ստրեսի մեջ ես, զայրացած կամ հիասթափված, ամեն ինչ սխալ է ընթանում։ Ճանապարհներն ավելի ծանրաբեռնված են, մարդիկ անքաղաքավարի են եւ խոչընդոտներն ամեն տեղից առաջ են գալիս։ Սա էլ պատահականություն չէ։ Սա էներգիայի պատասխանն է քո էներգիային։ Ինչ էլ որ դու ուղարկում ես քվանտային դաշտ, ստանում ես նույնը։ Եթե դու մշտապես կենտրոնացած ես պակասի վրա, դու հաղորդում ես սղության էներգիա եւ տիեզերքը կարտացոլի հենց դա։ Բայց եթե կենտրոնանում ես առատության, շնորհակալության եւ ուրախության վրա, դու քաշում ես քո կյանք ավելի շատ այդ փորձությունները։ Բանալին այն է սկսել գիտակցել այն էներգիան, որը դու արձակում ես։ Ամեն մի միտք, խոսք, զգացում ստեղծում է էներգետիկ ալիք։
Եթե ուզում ես փոխել այն, ինչ ստանում ես, փոխիր այն, ինչ տալիս ես։ Անցիր քո օրը բաց սրտով, օգնիր ուրիշներին առանց ինչ-որ բան սպասելու նրանցից եւ արձակիր այնպիսի էներգիա, ինչպիսին ունի այն մարդը, ով արդեն ստացել է իր ցանկացածը։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես կյանքը կարձագանքի։ Էներգիան պարզապես դրսում տեղի ունեցող մի բան չէ, այն քո ներսում է, եւ եթե չկառավարես այն, հին զգացմունքները կարող են կուտակվել քո մարմնի մեջ, արգելափակելով մանիֆեստացիայի հնարավորությունը։ Երբևէ զգացել ես ծանրացած, հոգնած կամ կախված մի վիճակ առանց իմանալու պատճառը։ Սա անցյալի փորձառություններից կուտակված էներգիա է։ Ստրես, սրտի կոտրում, հիասթափություն, որոնք դեռ մնում են քո համակարգում։ Եթե դու չմաքրես այս էներգիան, այն շարունակելու է ազդել քո իրականության վրա, դարձնելով քո ցանկալի ապագան ավելի դժվար հասանելի։ Ինչպես ազատվել դրանից։ Շարժիր մարմինդ, վարժություն արա, ձգվիր, պարիր, շնչիր խորը, զբաղվիր այնպիսի գործողություններով, որոնք բարձրացնում են քո վիբրացիան եւ մաքրում զգացմունքային խոչընդոտները։ Գրառում անելը, մեդիտացիան, նույնիսկ պարզապես ներելը եւ բաց թողնելը կարող են հզոր կերպով փոխել քո էներգիան։ Որքան շատ մաքրես քո ներքին էներգիան, այնքան ավելի ազատ կերպով կմտնեն քո կյանք առատությունը, սերը եւ հաջողությունը։ Պատկերացրու էներգիան որպես գետ։ Եթե խոչընդոտներ կան, ջուրը չի հոսի։ Բայց եթե այդ խոչընդոտները հանվում են, ամեն ինչ հոսում է առանց ջանքի։ Շատերը հետապնդում են իրենց ցանկությունները անհանգստությամբ, շտապողականությամբ եւ վերահսկման ցանկությամբ, բայց ճշմարտությունն այն է, որքան շատ ես փորձում ինչ-որ բանի ուժով հասնել, այնքան մեծ է դիմադրությունը, որ ստեղծում ես։ Էներգիան հոսում է բնականորեն, երբ թույլ ես տալիս, որ հոսի։ Մտածիր գետի մասին, այն չի ստիպում, չի պահանջում, չի վազում, այն պարզապես հոսում է առանց ջանքի, նվազագույն դիմադրության ուղղությամբ։ Նույնը վերաբերվում է քո կյանքի էներգիային։ Հենց որ դու հանգստանում ես, վստահում ես, որ այն, ինչ ցանկանում ես, արդեն դեպի քեզ է շարժվում, դու տեղափոխվում ես հուսահատ վիճակից ներդաշնակ վիճակ։ Հուսահատությունը ստեղծում է էներգետիկ խոչընդոտներ։ Դու ուղարկում ես տիեզերքին այս ուղերձը, ես դեռ չունեմ դա, եւ ցանկությունը մնում է հեռու։ Բայց երբ դու հանգստանում ես, ապրում ես այն զգացողությամբ, որ արդեն ունես այն ամենը, ինչ ուզում ես, դու դառնում ես մագնիս, քաշելով դեպի քեզ այն ամենը, ինչ ցանկանում ես։ Բանալին այն է անջատվել վերջնական արդյունքից եւ թույլ տալ, որ էներգիան հոսի դեպի քեզ, այնպես ինչպես գետը գտնում է իր ճանապարհը դեպի օվկիանոս։ Քո կյանքի յուրաքանչյուր հնարավորություն արդեն գոյություն ունի քվանտային դաշտում հենց հիմա։ Կան քո այնպիսի տարբերակներ, որոնք արդեն ապրում են քո երազանքի իրականությունը։ Քո այն տարբերակը, որը վստահ է, հաջողակ, սիրված, առողջ եւ առատաձեռն, արդեն գոյություն ունի։ Քո գործը այս ապագան ստեղծելը չէ, այլ դրան ներդաշնակվելը։ Ինչպես անել դա։ Ուղղակի դառնալ այն։ Հիմա խոսիր այնպես, ինչպես քո այն տարբերակը, որը արդեն ունի դա։ Զգա այն զգացումները, թե ինչպես ես արդեն ապրում այդ իրականությունը։ Երբ կանոնավոր սա անես, քո ներկայիս իրականությունը չի կարող ուշանալ։ Շատերը ապրում են իրենց պայմաններին արձագանքելով, սպասելով ապացույցների, մինչև հավատան, բայց մանիպուլյացիան այդպես չի գործում։ Դու պետք է մարմնավորես քո ապագա եսը, մինչև ապացույցները հայտնվեն։ Էներգիան չի արձագանքում խոսքերին, այն արձագանքում է քո գոյությանը, այն մարդուն, որը դու կաս։ Մանիպուլյացիայի վերաբերյալ ամենասխալ հասկացողություններից մեկը սա է, որ պետք է հետապնդես այն, ինչ ուզում ես։ Սա մոլորություն է։ Երբ դու ինչ-որ բան ես հետապնդում, դա նշանակում է, որ գործում ես պակասի վիճակից, իսկ պակասը միայն ավելի շատ պակաս է հրավիրում։ Փոխարենը սկսիր գրավել, ներդաշնակելով քո էներգիան։
Եթե դու ուզում ես հարստություն, հիմա զգա, թե ինչ է հարուստը։ Եթե ուզում ես սեր, մարմնավորիր սերը հենց հիմա։ Եթե ուզում ես հաջողություն, անցիր քո օրը այդ էներգիայով, այն էներգիայով, որը արդեն հաջողակ է։ Տիեզերքը քեզանից ոչինչ չի պահում։ Այն պարզապես արձագանքում է քո վիբրացիային։ Փոխիր քո էներգիան, եւ այն ինչ նախկինում դու հետապնդում էիր, սկսելու է հետապնդել քեզ։ Վերջնական եւ ամենակարևոր քայլը վստահություն։ Դու պետք չունես անմիջապես տեսնես ապացույցներ, որ ամեն ինչ գործում է հետևի պլանում։ Երբ դու ցանում ես սերմ, դու ամեն օր չես ստուգում, աճում է այն թե ոչ։ Դու վստահում ես, որ գործընթացը կատարվում է մակերևույթի տակ։ Այդ նույն բանը վերաբերվում է էներգիային։ Երբ դու փոխում ես քո վիբրացիան, այլևս ամեն ինչ արդեն սկսում է քեզ օգտակար ձևով վերադասավորվել, չնայած դու չես տեսնում դա։ Քո միակ գործը մնալ ներդաշնակության մեջ, շարունակել մարմնավորել քո ապագա եսը եւ թույլ տալ, որ էներգիան բերի այն ամենը, ինչ դու ուզում ես կատարյալ ժամանակին։ Երբ դու հանգստանում ես, վստահում ու մնում ներդաշնակ, քո իրականությունը պիտի փոխվի, որպեսզի արտացոլի քո նոր էներգիան։ Սա օրենք է, անխուսափելի է։ Ամեն ինչ, ինչ դու ուզում ես, հաջողություն, սեր, առատություն, արդեն հասանելի է։ Միակ հարցը դու արդյոք ներդաշնակ ես դրա հետ, թե ոչ։ Դադարիր հետապնդել կամ կառավարել։ Փոխարենը փոխիր քո էներգիան, դառնալ այն եսը, որը արդեն ունի դա։ Զգա դա հենց հիմա։ Երբ դու դա անես, կյանքը կդադարի լինել պայքար, եւ ամեն ինչ կսկսի հեշտությամբ հոսել դեպի քեզ։ Սա քո պահն է, քայլիր դեպի քեզ։ Եթե սա քեզ արժեքավոր թվաց, մի մոռացիր բաժանորդագրվել քվանտային թռիչք դեպի տունալիքին եւ միացնել ծանուցումները։